Կամուշան գենոցիդ ասել եմ նույն Ես առաջարկել բարձրակ միասին, ես էլ մի անդեմ ենք քննարկումների ժողովուրդ։ Դե օպերատիվ խելոք նստած թող նստեն Ես ձեր ուղին հնչյունելու անցած լինելու արգումենտ դրամային ես ստացի երկարդերել։ Օրենք Այդ մենք գիտենք, մենք Բայց ինչքանով այդ ճիշտ ես դարձել հիմա մոտենամ ազատամարտիկ անցած ուղի ուղի, հա, Բերմանի դա կարող է օրենքի սահմաններ, օրենքը գիտեք հիմա դիմեք դա ուսական մեթոդների ձևեր օգտագործեք, դասեք ձեր մտածել, հիմա ասեք, այս տված պետական մասնավոր որը մասնավոր է, որը պետական Դանան ասում են, հարկ չկա, գումար առաջարել, երկորից ասում են ծավտ կային, որ իմանային կալատամակատեր չեք կա։ Հետո առաջարկում են խորամանկ ձեր, որևէ երջախմբի, նվակախմբի վերցրեք դահլիճ, 20 րոպե էլ նվակեք, հետո որ խոսեք ոչինչ չասեք կապ։ Պատկերացնում եք ինչ է, ուր են հասել, այսինքն մասնավոր ընկերությունն անգամ, մեզ ասում է, ապեր ինձ ասել է, Մենք ասում ենք, ասողի կնոջը, որ լավ ու հաստ լինի, մենք նպաստել ենք, որ պահի, փող աշխատի, այս տղեկն են արել իրանց արունով։ Ուրեմն ինչ որ մեկը կարա դա ասի, մենք ես ձեզ կոմպենսացի, շատ վաղուց եմ որպես խելացի, որպես քաղաքակի բնապար մեր հասնանալության քաղաքացի, դրամ էլ դուք գիտակցում եք ամեն ինչ գիտեք այլ ճանապարհներ ու դրան հաստատ ձեր ցայնը բարձրացնել։ Մենք փողոցի տղային գալու ենք փողոց, անկեր։ Հարկ չկա։ Դուք հիմա եք փողոց։ Մենք չէ, այս փողոցում եկել ենք, դուք ելեք եք Մեր հանդեպ օրենք են խախտում անընդհատ, մենք նստելու ենք փողոցում ուղղակի։ Այստեղ են կանում։ Իրանք են դրից պահանջը որն է պահանջը։ Մենք դահլիճ չունենք, մենք դահլիճ չունենք։ Մեզ ոչ մի դահլիճ չի տալիս։ Պետության մեջ, պետության համար կրված զինվորը դահլիճ չունի։ Չեն տալիս, ինչ որ մարդիկ ասում են չպիտի անեն։ Եթե չպիտի անենք, այսքան կրված տղական, սալս ենք ասենք այստեղ ենք անում։ Մեր տեղը փողոցն է, օպերալ չեն ուզում։ Մենք որևէ այլ տարածք չենք ուզում։ Մի հատ դահլիճ, մեր փողի աչքի չեն տալիս, չկա։ Ուզում հեղադրել տնօրենների դահլիճների ցուցումը արդեն չստանանք երկու տեղից։ Գիտենք մենք բարամակ 26-ային պաշտպանության նախագծում։ Ձեր կարծիքով պատճառը ինչն է, որ չեն տրամադրում։ Չեն տրամադրում, որտեղ իրանք արեցին հայտարարակ երկրապահի համագումար, որտեղ մեզ մի տոկոսակ ազատամարտիկ չէր։ Իրանք չեն ուզում, որ երևա, որ իրոք ազատամարտիկներ ոչ թե այնտեղ էին, որոնք երբեցին Սերժ որ մենք հետ ենք, ուտակն ենք, թե հետ ենք միշտ։ Հիմա նորը չեն լինի։ Իսկ իրանք դահլիճ տրամադրել են, նորից հաբի տղաներին, որին Սերժ Սարգսյանը մասնակցել ամսի 25-ին, Սերժ Սարգսյանի ազգային թատրոնի դահլիճ տրամադրել են ազատ։ Նրանց ոչ մի բան իրանք էլ մասնակցել։ Ուղղակի իրանք մտածում են, որ երևի ազատամարտիկները դժգոհ են իշխանությունից։ Բոլոր ժողովուրդը դժգոհ են, դժգոհ են, բայց դա չի նշանակում մենք դահլիճ օգտագործում ենք ինչ-որ հեղաշրջում անելու կամ Այդ դահլիճը ինչի համար էր հատկապես ձեզ պետք։ Մենք ունենք մեր ծրագիրի հասան ենք, մենք ունենք մետալականներ, ելույթներ, հարցեր, այս վիճակը երկրի բազաբանելու, որտեղ այս երկրի համար մենք այսքան տարի աշխատում ենք այլ մենք այս ժամանակներ ենք պատասխանատու, որ այս երկրի մնա, հիմա ենք մեր ուսերին պատասխանատու ենք այս երկրի համար։ Հիմա մենք պետք է քննարկենք մեր այս երկրից դուրս գալու ուղիները։ Ունեն արդյոք պատասխանը դա չի լինի փողոցում անել։ Հիմա փաստորեն ուզում եք փողոցում նստել, հա, այդպես։ Եթե իրանք տենց են գտնում իրաց տենց հարմար, ունեն աղմուկ բարձրացնում, մենք դրանից չենք խոսում։ Ես անձամբ դրան դեմ եմ, չնասած առաջի անգամ, որ երեք չեն ուսորը, այսին եթե դահլիճ տրամադրվի,
կարելի է փողոցը փակել, առաջարկել եմ ես խոսքերից չեմ հրաժարվում։ Բայց երեկոյը մտածեցի, որ եղերնի օրն է 24-ի, չի կարելի ամեն դեպքում, если մեկը աննորմալ է, մենք բոլորս աննորմալ չենք հասկանում ենք։ Եվ այսօր ես կողմ չեմ, որ փողոց փակվի, կողմում 25-ի ամսը փակվի, 26-ին փակվի, այո, պետք է փողոց փակվի, եւ ոչ ադեկտե փակվի, որպեսզի հարգանքը մի քիչ անձնական վերականգնվի։ Հետո ես տղաները չեն կողացի սեփականություն չունեն, պետք է դալիճ տրամադրել։ Չէ պատճառաբար։ Դալիճ ասում ես արկելում են վերևից, մենք ուզում ենք Վերևից մասնավորապես Բաղրամյան 26-ից։ Երևի ես չգիտեմ, իրանք դալիճի տներն ում նկատում են վերևի ասելով, գուցե ազգային անվտանգություն, գուցե միլիցիա, հիմա ամեն մեկ աթոռին դա կոչվում է վերև արդեն։ Այս վերջի դահլիճը ո՞րն է եղել, որ ջելիճ։ Ես չգիտեմ, ես կարծեմ այս է եղել։ Մասնավորը։ Խուլ համրնել է եղել, մասնավոր դալիճ է եղել։ Մարդիկ վախենում են դալիճ տրամադրել, այս տղաները ջելիճ են չհասկացա։ Հավաքվեք, նորից կանգնեք մեր պետականության ու մեր ժողովրդի։ Մենք նորից կանգնած ենք այս ժամանակ պետականություն կերտելու սեմինեի։ Հիմա պետականությունը փրկելու, պահելու խնդիր ունենք։ Ամեն օր հերթատեսությամբ մեր առաջնային գծի վտանգվածությունն ենք ականատես լինում։ Իսկ մեր տեսակի հավաքվելը հակառակորդի զսպաշատիկ է։ Ես զարմանում եմ, որ իշխանությունը աջակցելու փոխարեն վախենում են։ Այ վախենում են դրա համար, որտեղ մենք հայտարարում ենք, որ կանգնելու ենք ժողովրդի կողքին։ Այդ մեր տեսակը դրա համար է չարիք, վախենում են, որ ժողովրդի կողքին։